Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հարյուրավոր քաղաքացիներ այսօր երթ անցկացրին Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթի մասնակիցներին հարցրինք, թե ինչպես են գնահատում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Մարդը ունի առաջի կարևոր իրավունքը ապրելու իրավունքը։ Եթե չունի ապրելու իրավունք, այսինքն տալիս են այնքան թոշակամ, այնքան աշխատավարձ, որ մարդը չի կարողանում ապրել։ Մնացած իրավունքների մասին կարելի է խոսալ, այդ մարդը մահանալու է, չկա մարդը, չկա պրոբլեմ։ Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ոտնահարված է իշխանությունների կողմից հատկապես։ Երբեք մեկ այս իշխանությունների օրոք չենք ունենա լիարժեք մարդկային իրավունքներ։ Եվ մենք գտնում ենք, որ շուտով մենք ձերբազատվենք այդ իշխանություններից։ Մեզ ոչինչ լավ բան չի բերում նա։ Մենք արդեն դրա սկիզբը տենում ենք եւ վերջել կամաց կերևա։ Եթե չկա քաղաքական իրավունք, ոչ տնտեսական, ոչ մի տեսակի, ոչ բարոյական անգամ իրավունք, ոչ մի բան չի լինում։ Խեղվում է, ամեն ինչ խեղվում է։ Հավասար չես օրենքի առաջ եւ բացի այդ դու վստահ չես, որ քո իրավունքները դատական ատյաններում կպաշտպանվեն։ Իսկ ով պիտի ձեզ պաշտպանի։ Դե դրա համար մենք անդադ ամեն օր այստեղ էս ակցիաներին մասնակցում ենք, որ ինքներս հասնենք նրան, որ ունենանք այնպիսի իշխանություն, որ օրենքը պաշտպանի։ Զրուցեցինք նաև երթին չմասնակցող պատահական անցորդների հետ։ Կոնկրետ ես ինձ պաշտպանված չեմ զգում։ Եվ գտնում եմ, որ բնակչության 90%-ը նորից պաշտպանված չի։ Ինչ առումով, օրենքի։ Ընդհանրապես, իհարկե օրենքի։ Բնակիչն է խանգարում, որ Հայաստանում մարդիկ իրենց իրավունքները պաշտպանեն։ Երևի վախը։ Ես գտնում եմ, որ վախենում են մարդիկ։ Մի հարց չկա, որ մենք կարողանանք հույս դնել մեր պետության վրա։ Չունենք, անպաշտպան ենք, անտեր ենք անպաշտպան։ Այսօրվա ակցիան ավարտվեց Հյուսիսային պողոտայով։